Ուրեմն այսօր պիտի խոսենք Սուրբ Ծննդյան մասին, որովհետև սա օրեր հետո մենք Սուրբ Ծննդյան խորհրդի մեջ ենք մտնելու ու հուսով եմ, որ Սուրբ Ծննդյան խորհրդաբանական մասից բացի նաև կփորձենք այսօր հասկանալ ընդհանրապես տարբեր եկեղեցիների տարբերությունները Սուրբ Ծնունդը նշելու մեջ։ Ուրեմն ամենակարևոր հարցը, թե ինչպես ենք մենք հաշվում Սուրբ Ծնունդը, օրինակ հունվարի 6-ին նշելը, կամ կաթոլիկ աշխարհը ուղղափառ աշխարհը դեկտեմբերի 25-ին, այստեղ մի կարևոր տողատակ կա, տանք, որ ուղղափառները նշում են դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդը, ուղղակի նշում են հուլիանյան տոմարը, դրա համար ինքը գալիս է հունվարի 7-ին, բայց իրականում իրենց ընկալման մեջ հուլիանյան տոմարը դեռևս դեկտեմբերի 25-ն է, այսինքն հին տոմարով են նշում, ոչ թե մենք ուղղափառները նշում ենք 6-ին, այլ մենք ենք միայն որ նշում ենք 6-ին, իսկ իրանք նշում են դեկտեմբերի 25-ին, ուղղակի հուլիանյան տոմարով։ Ուրեմն ինչպես են հաշվում Սուրբ Ծնունդի նշելու օրը։ Ուրեմն նախ ավետարանին գանք։ Ուրեմն ինչ մենք գիտենք Սուրբ Ծննդյան թվականի մասին։ Մենք գալիս ենք Զաքարիայի քահանայի քահանայագործությունից, Հովհաննես Մկրտչի օրից, ինքը Աբիայի ցեղից էր։ Ինչպես է հրեական քահանայությունը իրականում առաջի դարում եւ հրեական շրջանում։ Քահանաները ոչ թե ամենօրյա ծառայություն էին իրականացնում, ասենք ամեն օր գալիս էին տաճար, ժամերություններ էին անում, աղոթքներ, զոհաբերություններ եւ այլն, այլ յուրաքանչյուր ցեղ քահանայական ղևի ցեղերից յուրաքանչյուր ազգ ուներ տարվա մեջ 2 շաբաթ, որտեղ ինքը քահանայագործում էր։ Այդ 2 շաբաթից դուրս իրանք զբաղվում էին, չգիտեմ, անասնապահությամբ, հողագործությամբ եւ այլն, այսօրական կյանքով ապրում էին։ Այդ 2 շաբաթվա ընթացքում իրանք գալիս էին տաճար, ամեն ինչ թողում էին, գալիս էին տաճարում քահանայական ծառայություն անցկացնել։ Եվ մենք գիտենք, թե Զաքարիայի ցեղի քահանայագործության շրջանը, որ ամիսներին էր ընկնում։ Դա օգոստոսի վերջ էր կամ սեպտեմբերի սկիզբ, այդ 2 շաբաթ հաշվենք։ Օգոստոսի վերջ մինչև սեպտեմբեր։ Գալիս էր այդ ժամանակ։ Ուրեմն, երբ որ մտնում է առաջի օրը սրբություն սրբով, Զաքարիան հրեշտակը երևում է իրան, ասում է, որ որդի ունենաս, ամրանում է Զաքարիան, ու ավետարանը ասում է, որ շարունակեց ծառայել, համր վիճակով շարունակում է 2 շաբաթը ծառայել։ Դրանից 6 ամիս հետո Մարիամ Աստվածածինը ստանում է ավետիսը Գաբրիել հրեշտակապետից, որ պիտի ծնվի Փրկիչը Հիսուս Քրիստոս։ Հիսուս անվան հետ կապված։ Այս է շատ կարևոր բան է։ Ուրեմն Հիսուս բառացի նշանակում է Յահվեն մեզ հետ է։ Բառացի Յահվեն մեզ հետ է։ Տետրագրամատոնը կա ԵՎՀՎ, որ կարելի է Յահվե կարդալ, կարելի է Եհովա կարդալ եւ այլն։ Ու ինչ մի հատ կարևոր խնդիր կա, հիմա բոլոր լսող Եհովայի վկաները միգուցե կքարգոծեն ինձ, բայց Եհովան Հիսուսն է, Հիսուս Քրիստոսը։ Ուզում ասեմ, ոչ թե Հայր Աստվածը, այլ Հիսուսն է հենց։ Ինքը Տակարանյան է ԵՎՀՎ, Հիսուսն է։ Հայր Աստվածը, չի՞։ Չէ, բանն Աստվածը, հենց։ Դա, բայց մի օր դրա մասին կխոսանք առանձին, մի խոսքով, ու Մարիամը երբ որ լսում է Հիսուս անունը, դա միանգամից մարգարեներին է իրան, որ գալու է Աստված, որովհետև Հիսուս բառացի նշանակում է Յահվեն կամ Աստված, մեզ հետ է։ Ուրեմն 6 ամիս հետո ստանում է ավետիսը Մարիամ Աստվածածինը ու գնում է Ելիսաբեթի մոտ, նաև որ ասել է դրա համար, ուրեմն Հովհաննես Մկրտիչը մեծ էր Հիսուս Քրիստոսից 6 ամսով եւ ավետիսը ստանում ապրիլ ամսին դրականաբար այս դրանից հետո եւ Քրիստոսի ծնունդը գալիս է ձմեռը արդեն ու 2 շաբաթ տարբերությամբ ոնց որ քահանայությունը հստակ չէր ինձ սա այսինքն ըստ էության դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը այս ընթացքում է եղել ծնունդը
Հիմա շատ աղբյուրներում, նաև եկեղեցա մերձ աղբյուրներում, չասելու համար հոգևորականներից, և շատ հոգևորականներից, ինչ ոնց որ ասում փարիսեցություն անեմ, կլսեք, որ ասում են մինչև 4-րդ դար բոլոր համայնքները, բոլոր եկեղեցիները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին։ Ուրեմն ինձ շատ հետաքրքրում էր այս հարցը, և ես բոլոր հայտնի աղբյուրները պատմաբանական նայեցի, տեսնում տենց բան կա, թե չէ։ Ու իրականում մինչև 4-րդ դար Սուրբ Ծննդյան նշման միասնական թվականի մասին ոչ մի խոսք չկա։ Միակ հեղինակը, որ խոսում է Սուրբ Ծննդյան օրվա մասին, Հիպպոլիտոս Հռոմեացին է, 3-րդ դարի վերջի հեղինակը ինքը, և ասում է, որ Հռոմում ընդունված է Սուրբ Ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին։ Սրանից բացի Կղեմես Ալեքսանդրացին ասում է, որ Գարնան առաջին ձյան ալոցքի հետ Ալեքսանդրիայի համայնքը նշում էր Սուրբ Ծնունդը, այսինքն տալիս էր մոտավորապես մարտ ամիս։ Ուրեմն միասնական օր Սուրբ Ծննդյան նշման, մինչև 4-րդ դարի մասին է այս խոսում, չի եղել։ Եվ սա բնական է, որովհետև ոչ մի տոն միասնական չի նշվել վաղ եկեղեցում, ոչ մի տոն, անգամ հարության տոնը։ Եվ ընդհանրապես համընդհանուր միակ նշվող տոնը եղել է հարության տոնը, որ բոլոր համայնքները անկախ ամենից նշել են։ Ինչ եմ ուզում ասել, որ կային համայնքներ քրիստոնեական, որ Սուրբ Ծնունդը առհասարակ չէին նշում որպես այդպիսին, ինքը եկեղեցական տոն չէր համարվում։ Ուրեմն 4-րդ դարում Հռոմի Պապը կանխելու համար Յանուս Աստծո աշտամունքը, որ արևի աստվածությունն էր, և դեկտեմբերի 21-ը, 25-ը, դրանք գիշերահավասարի օրն էին, ձմեռային գիշերահավասարի օրն էին, ամենաերկար գիշերը 21-ին էր, ըստ էության այս փուլի մեջ էին իրանք, որոշում են, որ ծնունդը նշեն, Քրիստոսի ծնունդը նշեն դեկտեմբերի 25-ին, մկրտությունն են նշեն հունվարի 7-ին։ Եվ ստեղ ամենակարևոր տարբերությունն է մեր կաթոլիկների, ուղղափառների ու մնացածի մեջ։ Հայ առաքելական եկեղեցին այսա ամենակարևոր աստվածաբանական կետն է։ Նշում է Քրիստոսի մկրտությունը և ծնունդը միասին։ Ինչու՞։ Որովհետև մենք չենք բաժանում Աստված հայտնության այս երկու դրվագները, որովհետև և ծնունդն է Աստված հայտնություն, և մկրտությունը էլի Աստված հայտնություն, որովհետև Սուրբ Հոգին վկայում է, որ սա եմ սիրելի որդին, որ ունի իմ ամբողջ բարեհաճությունը։ Ուրեմն մեզ համար այս երկու Աստված հայտնությունները, մարմնով Աստված հայտնությունը ու Աստծո ձայնով Աստված հայտնությունը, դրանք ըստ էության միևնույն խորհուրդն ունեն, միևնույն խորհրդի ու ճշմարտության մեջ են։ Ու դրա համար մենք նշում ենք այս երկու տոնը միասին։ Ու դրա համար հունվարի 6-ին մենք անում ենք ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը հենց եւ Աստված հայտնությունը ստեղ։ Եվ քանի որ Ղուկիանոս Անտիոքացու աստվածաբանության ազդեցության տակ էր 354 թվականի Հռոմը եւ Հռոմի Պապը, իսկ Ղուկիանոս Անտիոքացին արդեն այն ժամանակ բաժանում էր Քրիստոսի երկու բնությունները իր երկու արտահայտումներով, այսինքն այն պահին, գոնե ընդունված ընկալումը Աստված մարդկային բնության, արդեն իսկ եկեղեցու ներսում ուներ խմորումներ, որովհետև փորձում էին Քրիստոսի մարդկությունն ու աստվածությունը բաժանել իրարից։ Իսկ հայ եկեղեցին ընկալում է ծնունդից հետո այս երկուսը մեկ, այսինքն ոչ թե ինքը ընկալում է, որ չկա մարդկային բնություն կամ չկա աստվածայինը, ոչ, ասում է, երբ որ ծնվեց Քրիստոս, այլևս առանձին երկու բնությունների մասին չեն կարող խոսալ, որտեղ ինքը որտեղ կա, ինքը աստվածամարդ է, եւ այս մկրտությունը ու բոլոր ժամանակներում մեր միության, էկումենիկ զրույցների մեջ,
բռնակցման զրույցների մեջ իրականում եւ Ռոմի հետ եւ ուղղափառ աշխարհի հետ, Բյուզանդիայի հետ միշտ պահանջներից մեկը եղել է, որ մենք էլ ծնունդը առանձին նշենք մկրտությունից, որովհետեւ տեսեք, այստեղ մի փոքր պիտի խոսանք մենք տոների տրամաբանությունից։ Տոների մասին խոսում է դեռևս Պլատոնը իր պետություն գործում, տոների մասին խոսում է Մաքիավելին, ու տոները ընդհանրապես շատ կարևոր են հասարակական գիտակցության համար, որովհետև այն ինչ տոնում ես դու, դա ցույց է տալի քո նպատակները, թե ինչ նպատակ ունես դու, ինչ իդեալ ունես դու։ Եվ տեսնելով մեր հասարակությանը, որ տոնում է Վոլգորի տոն նոր տարին, մենք հասկանում ենք ինչ իդեալներ ունենք մենք, լավ ուտելու։ Ուրեմն, որովհետև ցավոք սրտի հայ հասարակության մեջ բացարձակ մեծամասնությամբ նոր տարին են բոլորը տոնում։ Մնացած բոլոր տոները իրանք շատ ավելի փոքր ընդգրկունություն ունեն, քան նոր տարին, եւ այս նոր տարին տոնում են գրեթե բոլորը ու տոնում են շատ ճոխ ձևով։ Ուրեմն տոնի տրամաբանությունը տալիս է մարդուն իր իդեալի, իր երազած իրականության պատկերացումը գաղափարը։ Երբ որ դու բաժանում ես մարդու ծնունդը եւ Աստված հայտնությունը մկրտությամբ, դու ըստ էության պատրաստ ես լինում նաեւ Քրիստոսի ծնունդից հետո բաժանել նաեւ այս երկու բնությունները Քրիստոսից։ Այսինքն, եւ սա իր ճյուղավորումներն է տալիս նաեւ մարդու անձնական կյանքում ու կենցաղում, որովհետեւ մենք էլ ըստ էության ուր ենք գնում մենք աստվածանալու, մեր բնությունը մեր կամքով ձուլելու Աստծուն առանց կորցնելու մեր անձը, առանց կորցնելու մեր ինքնությունը։ Ուրեմն ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան բականին, Աստված հայտնությունը, մկրտությունը եւ ծնունդը հունվարի 6-ին նշելը, միասնական նշելը, սա հայ եկեղեցու դավանական կարևոր խնդիր է։ Ոստեղ խնդիրը ինչի՞ թե որ օրը կնշվի, դա այն խնդիրը, որ այս երկուսը իրար հետ նշվի։ Եվ մեր ամենամեծ հակասությունը ոչ թե օրվա մեջ է, որտեղ օրը ոչ մի չի փոխվում, ըստ էության, այլ միասին կամ առանձին տոնել այս ամեն ինչը, որովհետև ամբողջ Եվրոպան, Christmas ասածը, որը վաղուց արդեն կապ չունի Սուրբ Ծննդյան հետ, ասածը իրանք տոնում են մենակ ծնունդը, միայն, ոչ մկրտությունը։ Ու տեսեք, մկրտության մասին չեն խոսում ընդհանրապես։ Այսինքն, քանի երևի մի 10-15 հազար ֆիլմ կա նկարած Christmas-ի մասին, բայց մկրտության մասին չկա, որտեղ մարդկանց տրամաբանության մեջ այդ տոնը չկա, ընդհանրապես չկա։ Մի խոսքով, եւ դրա համար ես մի գաղափար ունեմ, որը էլի կարծիքով կամ խարույկով կամ քարոզումով ավերջանալու, ես մտածում եմ, որ Սուրբ Ծնունդը եւ մկրտությունը պետք է տոնել դեկտեմբերի 31-ին, հենց երկուսը իրար հետ։ Ու ասեմ 31-ից սկսած։ ու ասեմ ինչի։ Ուրեմն մենք մի հետաքրքիր պարադոքսալ իրականության մեջ ենք ապրում։ 2025 թվականը որ պիտի գա, մենք հաշվում ենք Քրիստոսի ծննդից։ Ուրեմն կաթոլիկների դեպքում մենք Քրիստոս ծնվում է, մի շաբաթ հետո նոր մենք գլխի ենք ընկնում, որ տարին պիտի փոխենք։ Մեր դեպքում էլ տարին փոխվել է, մենք մի շաբաթ հետո հիշում ենք, որ այ փոխվել է, սպասեք էլ մի հատ փոխենք պիտի։ Դրա համար դեկտեմբերի 31-ը Սուրբ Ծնունդը որպես նոր տարվա սկիզբ, իմ կարծիքով ամենաքրիստոնեական ու տրամաբանական կլինի, բայց որը կլինի երևի 2000 տարի հետո։ Հիմա չեմ կարծում, որ էլի չէ, ես դու տրամաբանության մասին եմ խոսում, որ շատ, այսինքն տարվա փոփոխության տրամաբանությունը հենց սրանում է։ Քրիստոսի ծննդի, որտեղ մենք 2025-ը հաշվում ենք Քրիստոսի ծննդից, ուրիշ ոչ մի բանից չենք հաշվում։ Ու ամեն ծնունդ նշելը պետք է տարին փոխվի նաև այդ դրանով։ Օրինակ մեր ճաշոց գիրքը դրա համար սկսում է Սուրբ Ծննդից։ Տարին սկսում է Սուրբ Ծննդից մեր համար։ Եվ դա նաև
կօգնի մեր բազմաչարչար ժողովրդին վերջ տալու որքորի տոնին։ Որովհետև բայց դա ասում եմ, երևի մի 1000 տարի պետք է որպեսզի այդ փոխվի։ Հիմա ժամանակները արագացնում են։ Ուրեմն մի փոքր անդրադառնանք Սուրբ Ծննդյան ավետարանական դրվագին ընդունված սխալներին, Սուրեն ջան, որքան լույսը կվառես, ընդունված նաև սխալներին։ Ուրեմն հետաքրքիր է, չէ՞, օրինակ եկան Մատթեոսի ավետարանում խոսում է Բեթխեհեմի մասին, Բեթխեհեմի Աստղի մասին, Բեթխեհեմի մասին, Մսուրի մասին, որտեղ ծնվեց Քրիստոս։ Ու խոսում է, որ հրեշտակը երևաց հովիվներին ու իրանց ուղղորդեց, ասես ծնվեց Փրկիչը։ Ու զարմանալի մի հարց կա, ձմեռվա կեսին ինչ հովիվ, ինչ էին անում այդ հովիվները ձմեռվա կեսին։ Անում ձմեռ չի դառնում, Իսրայելում կա տենց։ Բայց այդ աստղը արևելքում է եղել։ Հա, արևելքում է եղել։ Չէ, բայց ձմեռը ինչ են անում հովիվները ձմեռը։ Ռուսական Բիբլիան ասում է վախվույ։ Չէ, բամբիների հովիվները կան, հեսա մոգերին է կան։ Ուրեմն դե իրանք ընդ մեջները ուրիշ տեսակի մարդիկներ են։ Նայեք, հովիվներին երևում է ու մի կարևոր բան ասեմ, երբ որ դուք ավետարան Մատթեոսի եւ Ղուկասի համեմատեք, մոգերը իրանք չեն գնում Մսուր, իրանք գնում են Նազարեթ, գնում են տուն։ Հա, ճիշտ։ Մսուր իրանք չեն գնում։ Մսուր միայն հովիվները։ Ինչ? Էլի Բեթխեհեմ են գնում կարծում Նազարեթ գնում են իրանք։ Ղուկասի ավետարան կարդացեք։ Բաներով գնում են տուն, ճիշտ ասի։ Այո, գնում են տուն, Մսուրում լինում են միայն հովիվները, գալիս են երկրպագելու հովիվները։ Լավ, մի խոսքով դիսկուսի տեղ չթողնելու համար, ուրեմն փորձենք հասկանալ, թե ինչ հովիվներ են, որ ձմեռվա կեսին տարբեր կենդանիներ էին արածացնում ու ընդեղ էին, դաշտում էին ըստ էության։ Ուրեմն, երբ որ Իսրայելը, Պաղեստինը անցավ հռոմեական տիրապետության տակ, եւ կար Երուսաղեմի տաճարը, յուրաքանչյուր հրեայի համար խաղության զոհ մատուցելու համար պարտադիր էր լինել Երուսաղեմի տաճարում։ Ոչ մի սինագոգում մատուցած զոհը չէր համարվում ամբողջական զոհ, չէր համարվում խաղության զոհ։ Հարություն ջան, ասում եմ։ Դեր այդ բանն է, այդ որ Բեթխեհեմի մանուկների կոթողն են, այդ մոգերի պատմանով չի նո, որ պետք է գնային Կարդացեն հատվածը, մոտից են Չէ, ճիշտ ասում։ չէ, կարդակը տեսնես։ Յասին տենում են պաստի, բանը տենում են վախ։ Ուրեմն մի խոսքով, զոհաբերությունը Երուսաղեմի տաճարում էր միայն համարվում վավերական։ Հեսա հստակ գրած է, ջեմ նրանց Բեթխեհեմ ուղարկելով ասաց գնացեք ստույգ իմացեք մանկամասին եւ երբ գտնեք տեղեկացրեք ինձ որպեսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան։ Այս մոգերին ասում։ Եվ նրանք երբ թագավորից լսեցին այս գնացին եւ ահա այն աստղը որ տեսել են երբ արևելքում առաջնորդեց նրանց մինչեւ որ եկան կանգնեցին այն տեղի վրա ու մանուկներ։ Հետո այդ Մատթեոս է կարդում։ Հա Մատթեոս։ Ղուկաս։ Բայց մոգերի մասին Մատթեոսում չգիտեն։ Ղուկասում է երկրպագության մասին, նվերների մասին, հենց Մատթեոսում մենակ ասում է որ Մսուրում գնացին մենակ հովիվները։ Մենակ հովիվներն էին դրա Ղուկասում, ասում որ տուն գնացին, այն տունը որտեղ մանուկներ էին։ Լավ, մի խոսքով, ուրեմն Երուսաղեմի տաճարում միայն մատուցած զոհներ համարվում վավերական։ Բայց պատկերացրեք հրեա ժողովուրդը, մոտավորապես մեր ժողովրդի պես, որ ամբողջ աշխարհով տարածված է, որ ամբողջ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Երուսաղեմի տաճար, զոհ մատուցելու ու բնականաբար օրինակ չգիտեմ, ասենք, Հայաստանից եթե մի հրեա ուզում էր գնալ Երուսաղեմ զոհ մատուցելու,
գար չեր վերցնելու հետը տանել, ու մանավանդ ինչ գարը պիտի լիներ, քոշեր պահված, այսինքն հրեական օրենքի համարը մաքուր պիտի լիներ։ Ու դրա համար տաճարը ուներ իր քոշեր պահվող կենդանիները։ Եվ այդ հովիվները, ովքեր որ մաքուր քոշեր եբրայերեն, եւ այն կենդանիներին, որոնց հովում էին այդ հովիվները, հենց այն կենդանիներն են, որոնք նախատեսված են տաճարում զոհաբերության համար։ Ու ինչ կարևոր խորհուրդ կա, որ հովիվները, որոնք այս գառներին էին ու կենդանիներին էին հովում, որ պիտի զոհաբերվեին, եկան երկրպագելու ճշմարիտ դառնուկին, ումից հետո այդ զոհաբերությունը պետք չէր լինել։ Ու դրա համար է Մատթեոսի ավետարանը հստակ ցույց տալի, թե ինչի հովիվները եկան, ու ինչի այս ձմեռը հենց այդ բանը, որովհետև ամբողջ Պաղեստինի տարածքում միայն իրանք էին, որ բաց դաշտում էին հովում, որովհետև ձմեռը ոչ մեկ իր անասունը չի անում դուրս։ Մենակ իրանք էին, որ բաց դաշտում էին հովում, որովհետև Жили в поле и стерегли ночью свое стадо. այնքան շատ էին, որովհետև այդ կենդանիները, որ անհնար էր։ Այո, քոշեր պահող կենդանիներն էին, որոնք ի զոհ մատուցվեին։ Ուրեմն ավետարանը հատուկ այս խորհուրդ ունի, որ ծնվեց Աստծո գառը, այն մեկը ով պիտի զոհաբերի, ու այս զոհաբերությունը այլևս կարիք չի ունենալու, կարիք չի լինելու այդ ամեն ինչի։ Ու այն, ովքեր որ հովում էին այդ գառներին, եկան իրան երկրպագելու, օրենքը եկավ ուղեկցելու ճշմարտությունը, Աստծո հայտնությունը։ Այս Մատթեոսի ավետարանի սա կարող եք ծործորեցու Մատթեոսի ավետարանի մեկնության մեջ սրա մասին կարդալ։ Ուրեմն ինքը շատ կարևոր է, որպեսզի հասկանանք, թե ինչի է հենց նշվում այս հովիվների գալը Հիսուս Քրիստոսի մոտ, ու ինչի է նշվում հենց մսուրը եւ տարբեր կենդանիներ այստեղ, որովհետեւ այս ազատումը ոչ միայն հրեական քահանայությունից ազատում էր, այլ ամբողջ արարչության համար։ Այն ամեն ինչի համար, ինչ Աստված արարել էր, որովհետև ըստ էության մսուրում պահվում էին ոչ քոշեր կենդանիները, ոչ հրեական օրենքով պահվող կենդանիները։ Ու Քրիստոս իրանց մեջ ծնվեց նաև։ Պատկերացրեցիք, հրեական օրենքը պահպանողները գալիս են միտեղ, որտեղ ոչ հրեական միջավայր է, ոչ հրեական օրենքների գործելու միջավայր է, հեթանոսների միջավայր, գալիս են երկրպագելու հետ, ու այս փրկիչը բոլորի փրկիչն է, եւ հրեաների, եւ հեթանոսների։ Այս կարևոր Սուրբ Ծննդյան դրվագն է Մատթեոսի ավետարանը։ Ինչ վերաբերում է մոգերին, ուրեմն այս մոգերի հետ կապված շատ ավանդազրույցներ կան, ես անգամ լսել եմ, որ հայերը այդ ավանդությունը, ես ինչի դրա մասին շատ չեմ ուզում, որովհետև այդ ավանդությունը ստեղծվել է մոտավորապես 7-րդ դարում, ստեղծվել է կիսագնոստիկյան ուղղության կողմից, եւ քանի որ մենք քրիստոնյաներս սիրում ենք կլանել յուրաքանչյուր միստիկ բան, նաև կլանեցինք այդ։ Բայց իրականում ստեղ ավելի խորը իմաստ է տալի ավետարանը սրա։ Ուրեմն այս լույսի ներքո էլի խնդրում եմ փորձենք նայել։ Ուրեմն պատկերացրեք, հեթանոսներ, մենք գործ ունենք կրոնական հայացքների հետ աշխարհի։ Հեթանոսական հայացք, հրեական հայացք, օրենքով։ Ու ստեղ են իրանք երկուսներ։ Ու ծնվելու պահին մսուրում ներկա են այս երկուսը, ու փրկիչը այս երկուսի փրկիչն է, ու այս երկուսի համար է եկել այդ փրկիչը։ Այսինքն իրանց կրոնական մոլորություններին վերջ տալու համար, ազատելու համար այդ կապանքներից։ Եվ դրանից մի փոքր հետո գալիս են մարդիկ, ովքեր փրկչին գտնում են ոչ թե կրոնով, այլ գիտությամբ, այլ ճանապարհով են գտնում։
էլի գալիս են փրկչի մոտ։ Եվ այս մոգերի ճամփորդությունը ինքը շատ հետաքրքիր է այն առումով, որ ինքը մի քանի հանգրվան է տեսնում։ Նախ եւ առաջ մարդիկ հաշվում են գիտությամբ, չէ՞, մաթեմատիկա, աստղագիտություն, ֆիզիկա եւ այլն եւ այլն։ Արարչությունը քննելու միջոցով տեսնում են այդ ամեն ինչը։ Հետո, այս դրանից հետո առաջի բանը, որ իրանք առնչվում են, քաղաքականությունն է։ Այդ ճշմարտության, գիտական ճշմարտության ընկալումը այդ ամեն ինչի։ Եվ իրանք հայտնում են, չէ՞, իրանք այդ գիտական ճշմարտությունը Հերովդեսին, որտեղ իրանք չեն ասում, չէ՞, որ այ գիտես, ես այ մարգարեն սենց ասում եւ այլն, իրանք ասում են, մենք տեսանք այս աստղը ու Բեթլեհեմում պիտի ծնվի մանուկը, ասում են Հերովդեսը օրենսգետներին կանչեց եւ այլն, ու ասեցին, թե որտեղ պիտի ծնվի, ուրեմն այ կոտորած դրանից հետո։ Այսինքն, ստեղ հրեական օրենքը կա, որտեղ Աստծո հայտնությունը կար, առանց այլևայլությունների, եւ ինչի բերեց դա մանուկների կոտորածի, եւ կա գիտությունը, որտեղ ըստ բացահայտ կերպով Աստծո հայտնությունը չկա, եւ սա այս մարդկանց բերեց դեպի Աստված, բերեց ճշմարտությունը ճանաչելուն իրանց կողմից։ Ու մոգերի, ինչ են իրանք մոգ կոչվում, ընդհանրապես մինչև 12-րդ դար բոլոր գիտնականները կոչվում են մոգ։ Ինչի, որովհետև գիտելիքը համարվում էր միստիկ ունակություն մարդու համար։ Դուք պատկերացրեք, որ մենք խոսում ենք մի ժամանակաշրջանի, մինչև 13-րդ դար տենց էր չնայած, մի ժամանակաշրջանի մասին, երբ որ գրագետ էին, այսինքն զուտ տառաճանաչ, լավ չասեմ գրագետ, տառաճանաչ էին ամբողջ մարդկության կես տոկոսը։ Պատկերացնում եք, ասենք այդ մարդիկ, հիմա ասենք մեզնից յուրաքանչյուրը, որ հայտնվի այդ ժամանակ, երկու լեզվով Եվանգելի, մենք դառնանք ամենա ինչ իշխաններ չէ։ Ըստ էության կարող են նաև իշխանություն ունեցող մարդիկ լինեն, բայց խնդիրը ավետարանի ոչ թե իրանց հասարակական ստատուսն է, այլ խնդիրը թե իրանք ինչ ուղի էին ընտրել աշխարհն ու արարչությունը ճանաչելու, որովհետև գիտելիք ձեռք բերելը, տեսեք ինչ է աստղագիտության վրա հենց այդ անում, չէ, որովհետև ոնց էին ընկալում մարդիկ, տեսնում էին օրինակ մեծ արջի, փոքր արջի համաստեղությունները, չէ, իրանք ոչ թե տեսնում էին աստղերի դասավորություն, այլ տեսնում էին լեգենդը, որը դրա հետ կապված է։ Սողոմոնը չի դրել։ Հենց այդ միֆական ընկալումը հեթանոսի համար, դա լեգենդն է, որը ոչ թե Աստվածը արարել է ամեն ինչը, այլ այդ լեգենդը կա, լեգենդի ընկալումը կա, աշխարհ ճանաչողությունը ընդհանրապես այս մարդկանց, այս մոգերի համար աստղագիտությունը նաև աստղերի երկնային մարմինների դրվածքը եւ այլն, ոչ թե Աստծո արարչության խնդիրն է, այլ դիցերի ներգործության մարդկանց կյանքում։ Եվ եբրայեցիների թղթին գալով, երբ որ Պողոս առաքյալը ասում Աստված տարբեր եղանակներով շատ առաջ մեր հայրերի հետ խոսեց մարգարեների եւ այլն, սա հենց Աստծո իրար ճշմարտության հայտնության, Աստված հայտնության, որի լրումը Հիսուս Քրիստոսի ծնունդն էր, այդ եղանակներն է ցույց տալի։ Այն ինչի մասին ասում է Պողոս առաքյալը եբրայեցիների թղթում, տարբեր եղանակներով ու միջոցներով, գիտության, փիլիսոփայության, արվեստի, հրեական օրենքի, մարգարեների, տարբեր ձևով հայտնում Աստված իր գալու մասին։ Եվ հիմա այս օրը Սուրբ Ծնունդի օրը այս ամեն ինչը գալիս է հասնում է իր լրման, որովհետև ճշմարտությունը ծնվում է, որովհետև հայտնվում է Աստված արդեն բացահայտ կերպով։ Ասում է ես եմ, որ եկա, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ունի հետաքրքիր բաներ կա։ Տեսեք, վաղ եկեղեցին երբեք ու մինչև հիմա նաև մեր եկեղեցին երևի
ընդհանրական մյուս եկեղեցիներն էլ։ Ոչ մեկի ծնունդը չեն տոնում։ Մենք տոնում ենք միշտ մահը։ Միշտ բոլոր նահատակության օրը եւ այլն ծնունդը չի տոնվում։ Եվ ես չեմ կարող հստակ դա ասել, դա իմ ենթադրությունն է ընդհանրապես եւ փաստարկված չի ես իմ ենթադրությունը, որոշ փաստեր կան, բայց հստակ փաստարկված չի։ Եվ ես կարծում եմ, որ առաջին երկրորդ դարերում եկեղեցին չի նշել Սուրբ Ծնունդը, չի նշել։ Ինչի չի նշել, ես իմ կարծիքն է, ընդհանրապես իմ կարծիքն է, որովհետև Աստված հայտնության ամբողջական խորհուրդը հայտնվում է հարության մեջ, Աստծո, որովհետև Քրիստոս ամբողջությամբ լրիվ իր լրիվության մեջ հայտնվում է հարության տեսքով։ Սա այդ 33 տարիները, որ ապրեց Քրիստոս, սրանք բոլորն են հայտնության տարիները, որտեղ իր կյանքի ապրած ամեն մի օրը, դրանք Աստված հայտնության տարիներ են, որտեղ Աստված շրջեց մեր մեջ։ Այսինքն ինքը ամեն օր հայտնում էր ինքն իրան։ Եվ միայն հարությամբ է, որ հայտնվեց Աստծո փրկության ծրագիրը մարդկանց համար, ամբողջությամբ։ Եվ ես մտածում եմ, որ այս հարության տոնի մեջ է ամփոփվել ամբողջ քրիստոնեական փրկաբանության, հավատքի ամբողջ խորհուրդը, նաև ծնունդի առումով։ Եվ մեր 6-րդ դարի ճաշոց գիրքը, մենք շատ հետաքրքիր հայագետ կա, Ժան Բրունո անունով, ֆրանսիացի, որ ուսումնասիրել է հայկական հին ճաշոցները, եւ ինչն է հետաքրքիր, որ 6-րդ դարում Հակոբ Տիառնեղբոր ճաշոցը կոչվում դա, ընթերցվածները Զատկի տոնի, ծննդյան ընթերցվածները, Եղիսաբեթի, Մարիամի գնալու ավետման եւ այլն, Քրիստոսի ծննդի մասին է խոսում շատ։ Եվ հետո նաև հարության մասին ընթերցվածներ ավակ շաբաթվա արարողությունների մեջ, բայց այս ամեն ինչը ամփոփվում է սրա մեջ։ Ցավոք սրտի իհարկե ամեն ինչ փոխվեց ժամանակակից աշխարհում, հիմնականում երկրորդ համաշխարհայինից հետո, երբ որ Սուրբ Ծնունդը սկսեց դիտարկվել որպես նվերներ տալու տոն, ընդհանրապես նվերներ տալու տոն։ Ու մի փոքր էլ պիտի խոսեմ տոնածառ հասկացողությունից։ Ուրեմն սրա մասին շատ տարբեր կարծիքներ կան, գաղափարներ կան, որոնք իմ լսած գոնե բոլորն էլ ճշմարտությանը համապատասխանում են, բայց դրանք պետք չի իրար խառնել, հա։ Ուրեմն ամենաառաջի գաղափարը տոնածառը կենաց ծառի խորհրդանիշը ունի իր մեջ, խաղալիքները դրանք պատուղներն են, նվերները մոգերի կողմից տրվող նվերներն են եւ այլն, այս գաղափարը գոյություն ունի, որը ինչպես պետք է դիտարկի քրիստոնյան։ Ուրեմն կենաց ծառի ընկալում ունենալու համար նախ եւ առաջ պետք է հասկանալ, որ կենաց ծառը գոնե Աստվածաշնչում հրեական ընկալման մեջ չէր կարող լինել երևի։ Չէր կարող լինել երևի։ Եվ երկրորդ ավելի խորքային հարցը։ Ուրեմն սա խորհրդանիշ է ընդհանրապես խորհրդանիշ, եւ եթե Սուրբ գրքի հետքերով ենք մենք գնում, Սուրբ գրքում կա ծննդոց գրքում խոսում է երկու ծառի մասին։ Չարի ու բարու, գիտության ու մանկության ու կենաց ծառի։ Երկու ծառեր կան։ Եվ երկու տոնածառներ էլ կան։ Կա ամանորյա տոնածառ, կա Սուրբ ծննդյան տոնածառ։ Ուրեմն ինչն է Սուրբ ծննդյան տոնածառը։ Սուրբ ծննդյան տոնածառը սկսվում է մոտավորապես 5-6-րդ դարից, հա։ Եվ ինչ էր դա։
երբ որ եկեղեցին հալածվում էր, հա, ուրեմն մարդիկ ընդհանրապես փորձում էին չերևալ շատ, որ իրենք քրիստոնյաներ են։ Հետո այս ծառերը, որ դրվում էին, նախ եւ առաջ մարդիկ, ովքեր ապրում էին Հռոմի փայսրությունում եւ այլն, հիմնականում իրենց տանը ծառեր ունեին, ու հատուկ ոչ մի ուրիշ ծառ չէին բերում, իրենց տան բույսը, ծառը, դրանք հիմնական թզենու ծառեր էին, որ դրվում էին, որովհետեւ Հռոմում շատ ընդունված էր թզենու ծառերը, գիտեք, որ թզենին եզակի ծառերից է, որ ածխաթթու գազով չի սնվում, չի կլանում ածխաթթու գազ, այլ շնչում է թթվածին։ Եվ թզենու ներկայությունը սենյակում, փակ տարածությունում ցույց էր տալի, թե օրինակ օդը թունավորված է, թունավորված չի, որտեղ եթե վատ օդ կար, կենդանիները կողքերն էին, ապրում է թզենի շուտ տերևները դեղնում էր եւ այլն, այսինքն եթե մի քիչ ժամանակակից բանով ասենք, մի փոքրիկ կոնդիցիոներ էր դրած, հա, իրաց տունը, կամ, չգիտեմ, օդի մաքրող սարք։ Եվ հիմնականում զարդարում էին թզենիները, բայց ինչով էին զարդարում, Աստվածաշնչին համարնելով, ընդհանրապես, այդ էր։ Ու որպեսզի այդ օրերին, հա, եւ նաեւ զարդարում էին եւ հարության տոնին, եւ ծննդյան տոնին, եւ տարբեր իրենց համար այն կարևոր տոներին, որ այդ մի բան էր, որ բոլորը տեսնելու էին ու գալիս էին տեսնում էին հարության սուրբ գրային համարներ տարբեր բաների համար։ Խորհրդային ու սրան զուգահեռ եվրոպական աշխարհը կա կելտական ընկալումը եւ հիմիկվա տոնածառ ինքը կելտական ընկալման տոնածառն է։ Այս շատ մենք պետք է մեզ չխաբենք։ Կելտական ընկալման տոնածառն է։ Եղևնին դասական սկանդինավյան ծառատեսակ է, որը այդքան էլ կապ չունի ընդհանրապես սուրբ ծննդի հետ ու քրիստոնեության հետ, այլ կապ ունի կրոպուսի հետ։ Ով է կրոպուսը? Կելտական աստվածություն, որը բերում էր ձմեռը եւ փոխում էր տարին, ու մի հետաքրքիր բան կա։ Այս կելտական աստվածությունը, գիտեք ինչ տեսքում էր, այծի ոտքեր, կոտոշներ, միջակ քրիստոնեություն ինքը տենց էր նկարագրվում։ Ինքը որտեղ ինչի, որովհետև ինքը բերում էր սաստիկ ձմեռը, սկանդինավյան, նորմանդական սաստիկ ձմեռը։ Ու բնական է, չէ, որ այդ մարդիկ հեչ լավ իրանից տրամադրված չէին։ Ու ինչի են եղևնին մարդիկ բերում իրենց տներ, որովհետև այս սրան չկարացավ հաղթի, կանաչ մնաց։ Այսինքն կյանքի հույսի դիցաբանական ընկալումը կար։ Այդ է բերում էին, զարդարում էին, որ տեսեք, մենք կյանքը զարդարում են, որտեղ իրենք երբ որ նայում են դուրս, ամեն ինչ լրիվ սպիտակ էր ու կենդանի ոչ մի բան չկար։ Սա այդ հույսն էր, որ կար։ Բայց ինքը դիցաբանական հույս էր։ Եվ որպեսզի այդ աստվածությունը չջղայդանա, նաև դրա տակ տալիս էին իր նվերները, այսինքն ըստ էության ամեն անգամ երբ որ մենք տոնածառի տակ նվեր ենք դնում, կռապաշտության հարցը չի, մենք կրկնում ենք զոհաբերության խորհուրդը, իմաստը։ Եվ հիմա մի քիչ որ ասում է շատ հեռվից եկա։ Եվ հիմա եթե գալիս ենք այս կողմ, ուրեմն հովիվները եկան, որպեսզի ասեն, որ այդ զոհաբերությունը պետք չի։ Որտեղ եկավ ճշմարիտ գառը, որպեսզի զոհաբերի։ Մի խոսքով, մենք սենց ենք անում այդ ամեն ինչը։ Հիմա, ինչ վերաբերում է ձմեռ պապիկին, որ ասում են ամեն ինչ մտցնում են։ Հիմա, մի հատ շատ ընդունված բան կա, որ մեր քրիստոնյաները ու մեր եկեղեցաներց, բոլոր շրջանակները շատ սիրում են գրում, ասում են ձմեռ պապին Սուրբ Նիկոլայոսն է, Սանտա Կլաուսը եւ այլն եւ այլն։ Անելուն իրացես բակը։ Այս նոր տարվա կծիկը որ քանեք, սաղ տեղն անգլում։ Ինչի դա տենց չի։ Այո, Սուրբ Նիկոլայոսը վաճառեց իր ամբողջ ունեցվածքը ու բաժանեց աղքատներին։ Նույն իր վարքը չի նշում, որ հենց Սուրբ Ծննդի օրը նկարել նաև հարության տոնին լիներ ու ես չեմ
պատկերացնում, որովհետև Նիկոհայոս կանչելագործը, չգիտեմ, փետրվարի 18-ին օրինակ, երբ որ Հիսուս ծնուն էր ոչ հարության տոն, տենում էր կարիքավոր մի հատ երեխա, ասում էր չսպասի, ես մյուս տարի քեզ նվեր կտամ։ Իհարկե չէ, որտեղ ինքը վաճառեց իր ունեցվածքը, բաժանեց աղքատներին ըստ ավետարանական խոսքի։ Միևնույն ժամանակ այս կրոպուսը կելտական մանում էր, այն բոլոր նրանց, ովքեր չէին ընդդիմանում իրեն, այսինքն ովքեր մտնում են իրենց տներ ու դուրս չէին գալ, տալիս էր նվերներ իրենց։ Ու կա նաև նկարագրությունը, թե ինչպիսին էր այս կրոպուսի շորերը, ինչպիսին էր ինքը գալի։ Ասում է ինքը կարմիր էր ամբողջովին իր զոհերի արյունով։ Ասում է եւ միայն ձյան սպիտակներն էին ասում, որ գլխի եզերքին էին, իր գլխարկի ծերին էին։ Ու 20-րդ դարի կեսին Coca-Cola-ն ստեղծեց մի հատ կերպար, անունը դրեց Սանտա Կլաուս, Կլաուս Կրապուս, եւ ասեց, որ սա Սուրբ Նիկողայոսն է։ Հենց այդ է, բայց ընդհանրապես Նիկողայոս անունը, Նիկոլայ անունը, ինքը կրճատվում է Նիկոլո կամ Նիկա, այս ձևով եվրոպական ձևում է, էլի, ոչ թե վերջի բաղադրիչը։ Հիմա մեր ոնց ենք անունները կրճատում։ Նիկոլին Կոլի ասում են, բայց Եվ նա էլ գալիս է ուշ ավելի ուշ ժամանակ է գալիս։ Մի խոսքով, Ժորժ ջան, ուրեմն ուզում եմ ասել, եւ նայեք, այս ամեն ինչ որ ասում, սա չի նշանակում, որ մենք պետք է հեսա ստեղի դուրս գանք։ Տեսեք, բայց հայկական ավանդության այդ թեման ուսումնասիրել եք։ Հայկական ավանդության էլի դե գալիս է մեր դիցաբանական ընկալումներից, դա հմային է ինքը չար հոգիներին հեռու պահել, հեռու քշելու մեզից։ Տոնածառը չէ, մեր մոտի ծառը խոսնակ ծառը կոչվում, որը տարբեր տիկնիկներ են կախում եւ այլն տարբեր բաներ են անում, որ չար հոգիներին մի խոսքով քշեն, ոնց է քշում իրենց Դե չեն քշում, չէ, դիցաբանական ընկալումն է։ Ուրեմն տեսեք, բայց սա ինչ կարևոր բան պիտի ասեմ առանց սրա, որտեղ ամբողջական չի լինի մեր այսօրվա ամբողջ զրույցը։ Ուրեմն սիմվոլները իրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, ոչինչ։ Սիմվոլը բառացիորեն այն է, ինչ մենք իրան, ինչ իմաստով մենք իրան տալիս ենք։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր տոնածառ են դնում, հավատքով ու մտքով, որ սա կենաց ծառի խորհրդանիշն է, ոչ թե կրոպուսի նվեր, դա կենաց ծառի խորհրդանիշ է։ Եթե կան մարդիկ, ովքեր գնում են, որ դա չգիտեմ, նոր տարվա խորհրդանիշ։ Նոր տարվա խորհրդանիշ, ինքը նոր, որտեղ սիմվոլը ինքը իրանով ոչինչ չի նշանակում։ Սիմվոլը արտահայտումն է այն ամեն ինչի, ինչը մենք կրում ենք մեր մեջ, ինչը մենք նայում ենք։ Ու դրա համար մեր քրիստոնյաներիս համար պայքարել այդ սիմվոլների դեմ անիմաստ է։ Այսինքն, գիտեք ինչ հետաքրքիր բան կա, մենք մեր համար Սերվանտեսի ասած բան ենք, միշտ սարքում ենք հողմաղացներ ու կռվում ենք այդ դրանց դեմ։ Ես սիմվոլը դրեց, գնանք ջարդենք, փշրենք, այս ուրեմն չի սիրում Քրիստոսին, ուրեմն իր թշնամին է։ Բայց այդ ամեն ինչը մենք մի բան կա դրա մեջ։ Մենք այդ թշնամիներին ստեղծում ենք մի բանի համար, որ կարողանանք ինքներս մեզ արդարացնել, թե ինչի մենք մեր կողքին չենք սիրում, հա։ Որովհետև քրիստոնյայի ամենակարևոր բանը այդ իր կողքի մարդուն սիրելն է։ Մերձավորին սիրելն է, օտարին սիրելն է։ Այն սիմվոլները դրանք ունեն իրաց պատմությունը, իմանուն ձևի թարս խաչը, չէ՞ սիմվոլը, որը եղել է վաղ դարերում Պետրոս Առաքյալի նշանը։ Հիմա սատանիզմի նշանն է, օրինակ։ Մի խոսքով, ու լիքը սենց բաներ, հա, սվաստիկայից սկսած։ Ինքը սիմվոլները միշտ այն, ինչ որ մենք իրենց, ինչ իմաստ որ մենք իրենց տալիս ենք։ Դրա համար իմ հորդորը խնդրանքն է ձեզ, երբեք մի պայքարեք սիմվոլների դեմ։ Պայքարեք մարդկանց սիրելու համար, որովհետև ոչ մի սիմվոլ ձեզ չի կարող փոխի։
Ոչ մի սիմվոլ, ոչ մի բան չի տալու ընդհանրապես մարդուն։ Այդ սիմվոլների դեմ պայքարը մի կարևոր նպատակ ունի մեզ ճշմարտությունից, իրականությունից, իրական գաղափարներից ու սիրուց շեղել է։ Օրինակ դու տեսել եք ավետարանում Քրիստոս մեկին ասի ես քեզ չեմ բժշկում, որտեղ գորը է սիմվոլը կա։ Չէ։ Որտեղ կապ չունի այդ մարդին սիմվոլի։ Կապ ունի ինքը մարդն է, թե մարդ չի։ Պետրոսն այս այդպիսիների մոտ է գնացել։ Այո, ու ուրեմն ինչն է խնդիրը, որ պետք է մոռանալ, ոչ թե մոռանալ, այլ այդպես շատ կարևորություն չտալ դրան, ու չսկսել խաչակրած արշավանք ու պատերազմ, նույն Հելոյինի, նույն է սրա, նույն է նրա, նույն է նրա։ Այստեղ է Հելոյինի դեմ շահառու։ Չէ, նայ, այստեղ խնդիրը գիտեք որն է, որ սիմվոլների դեմ պայքարելով մենք չենք լուծում ամենակարևոր հարցը։ Մենք այդ մարդկանց չենք սովորացնում սիրել։ Մենք ասում ենք Հելոյինը վատ է, որովհետև դաժանություն է, սպանություն է եւ այլն, ասում ենք սպանենք բոլոր նրանց, ովքեր Հելոյին են նշում։ Չսպանում։ Չէ, ես քո համար չեմ ասում, առհասարակ, այսինքն երբ որ դու պայքարում ես ատելության դեմ ատելությամբ, դու ընդհանրապես ավելացնում ես ատելությունը։ Ուրիշ ոչ մի բան չես անում։ Ու նույն ձևի, երբ որ դու ճշմարտությունը թողած, մարդկանց սիրելը թողած, հիմա չգիտեմ, օրինակ ինձ մի անգամ հեթանոսները հրավիրել են իրենց մի հատ տոնի, հայ հեթանոսները։ Մեր հայկական Գարնի տաճարի մոտ։ Հրավիրել են իրենց պայքարեր ամեն մեկին բացատրել, որտեղ ես գնացել։ Ուղղակի գարնի գայվերթ ինքերին մոտ որովհետև իրականում ես անկեղծ ասեմ, ես տենց ջեմ շատ սիրում։ Այո։ Բայց անկեղծ ասեմ, գաղափարական առումով, բայց հեթանոսները, հայ հեթանոսները ավելի սենց գաղափարական առումով շատ ավելի բան են, էլի։ հա, չէ, բայց խնդիրը ստեղն է, որ այնտեղ ուրք կա։ Հետաքրքիր կլինի իրանց հետ։ Ես շատ եմ շփվում իրանց հետ, հիմա եմ շփվում։ Բայց այստեղ խնդիրը որն է, որ մեր ամենամեծ հարցը որն է, որ հեթանոսությունը ներկա, ինքը ընդհանրապես սիմվոլիստիկա է, ուրիշ ոչ մի բան։ Գաղափարական առումով ես մեր հայ հեթանոսներից ոչ մեկին չեմ ճանաչում, որ մտածում է, որ անձրևը լինում է այն ժամանակ, երբ որ Աստղիկն ու Վահագնը իրար հանդիպում են։ Չկա այդ, հեթանոսությունը է դա։ Բայց իրանք այդ չէ, սիմվոլիստիկա է, ամենը սիմվոլիստիկա։ Հա, ու ես միշտ մտածում եմ, որ քրիստոնյաները, ընդհանրապես բոլոր քրիստոնյաները, երբեք չպետք է պայքարեն դրա դեմ, այլ որովհետև թող մարդը ինչ սիմվոլ ուզում է ունենա, բայց թող դիմացի մարդուն սիրի, օրինակ։ Այդ ավելի քրիստոնյա մարդ է, քան այն մարդը, որ հեռու է բոլոր սիմվոլներից, բայց առավոտից իրիկում մտածում ում կարելի է սպանել, ում կարելի է ատել, ում ինչ վատ բան կարելի է անել։ Այսքանը Ժորժ ջան, խնդրեմ ինքնահամ խոստ